Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ես իմ թեմատիկ զրույցը ներկայացնում եմ յուրահատուկ ձևով, որպես կանոն դուք գիտեք, որ ես հիմա երկուշաբթի օրերը թեմատիկ զրույցներ ներկայացնում եմ համագործակցելով 168.am լրատվական կայքի հետ, եւ այսօր երեկոյան արդեն կա տեսագրված տեսագրություն թեմատիկ զրույցի եւ այն հասանելի կլինի երեկոյան ժամը 22:45 ավանդական ժամին, բայց իմ այս եթերի իմաստը այլ է եւ վերաբերվում է բացառապես կոնկրետ մի թեմայի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին եւ այդ գործընթացի շուրջ ընթացող զարգացումներին։ Ի սկզբանե եւ ես եւ ինձ հետ այս թեմայի շուրջ ակտիվ գործունեություն ծավալող իմ գործընկեր Նարեկ Մալյանը նախապես հայտնել ենք հասարակությանը, որ այս գործընթացի հետ կապված մենք լինելու ենք առավել բաց, հրապարակային եւ հանրությանը հայտնելու ենք բոլոր այն տեղեկությունները, որոնք այս գործընթացի հետ կապված մենք տիրապետում ենք։ Այսինքն այն ինչ որ ես գիտեմ այս գործընթացի հետ կապված, պետք է իմանա Հայաստանի ցանկացած քաղաքացի Եվ ես այդ տեղեկությունը անպայման կիսվելու եմ, տրամադրելու եմ մեր քաղաքացիներին։ Դրա համար որոշեցի տնից այս լայվը ներկայացնել, որպեսզի տեսանյութի տարածման հարցում որևէ սահմանափակում, որևէ խնդիր չլինի, ցանկացած լրատվամիջոց կարողանա ազատ դա օգտագործել, տարածել եւ ես շնորհակալ կլինեմ, եթե այս տեսանյութը տարածեք, թողնեք ձեր մեկնաբանությունները, կիսվեք ձեր Facebook-յան էջերում, շնորհակալ կլինեմ նաեւ լրատվամիջոցներին, ովքեր որ ուղիղ եթերում կվերահեռարձակեն կամ հետագայում կտեղադրեն իրենց YouTube-յան ալիքներում։ Տեսանյութը բաց է, ցանկացած հրապարակման համար ոչ մի հեղինակային սահմանափակումներ դրա հետ կապված չկան։ Ուրեմն թեմայի արդիականությունը։ Մենք ի սկզբանե նոր շատ համառոտ մեր գործընթացի նպատակների մասին ասեմ։ Մենք ի սկզբանե ֆիքսել ենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դա թշնամական իշխանական ռեժիմ է, դա ապօրինի է, որովհետև Նիկոլ Փաշինյանը տիրացել է հայ ժողովրդի իշխանությանը բացառապես խարդախության, խաբեության եւ հետագայում նաեւ ապօրինությունների իշխանազավթման միջոցով Այդ եղանակով էլ ապօրինություններով էլ փորձում է պահել այդ իշխանությունը եւ այն ծառայեցնում է մեր թշնամական երկու պետությունների Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին։ Ինչը հանգեցնում է Հայաստանի համար ծանր կորուստների, մասնավորապես եւ մեր քաղաքացիների կորուստների, մահերի եւ հանգեցնում է տարածքային կորուստների եւ նյութական կորուստների, ծանր վիճակում է հայտնվում մեր երկիրը, մեր տնտեսությունը Սպառնալիք է հանդիսանում մեր պետության հետագա գոյության համար ընդհանրապես։ Հետևաբար այս աղետը կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացման 4 հնարավոր տարբերակներ ըստ էության գոյություն ունեն։ Մեկը դա նրա մահն է, այսինքն մահվան դեպքում նա այլևս չի կարող լինել վարչապետ եւ հետեւաբար չի կարող ծառայել Ադրբեջանին եւ Թուրքիային, բայց դա որևէ մեկից կախված չի, դա Աստծո ձեռքում է յուրաքանչյուրի կյանքն ու ճակատագիրը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, վերջի շրջանում իր հիվանդոտ տեսքը որոշակի հույսեր է ներշնչում, բայց մենք դրա վրա որևէ վարկած կառուցել չենք կարող եւ դրա վրա դրան հույս ունենալ, դրան ապավինել չենք կարող։ Մյուսը դա քրեական վարույթն է, որը պետքա նախաձեռնի դատախազը եւ նրան մեղադրանք առաջադրի եւ քննիչի որոշումով կասեցվի նրա լիազորությունները։ Այս տարբերակը շատ է քննարկվել դեռ Արթուր Դավթյանի գլխավոր դատախազ եղած ժամանակ, ինչը չի արվել եւ առավել դժվար ու ավելի քիչ հավանական է գործող դատախազի Աննա Վարդապետյանի պարագայում, որի նախորդող պաշտոնը եղել է Նիկոլ Փաշինյանի օգնական, իսկ դրանից առաջ քաղաքական պաշտոն զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում եղել արդարադատության փոխնախարար։ Այսինքն իր թիմակիցը, որը նաև այդ իմաստով հանցակից է, Նիկոլ Փաշինյանին չի կարող նման որոշում կայացնել, այսինքն պարտավոր է ըստ էության կայացնել, բայց ապավինել, որ նա նման որոշում կայացնի, հնարավոր չի։ Մյուսը դա նրա հրաժարականն է, ես ասել էի 4, բայց ըստ էության 5։ Նրա հրաժարականն է, որի պահանջը վաղուց է ներկայացված, դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ստորագրելուց հետո, այդ պահանջով եղել են բազմաթիվ շարժումներ, այդ թվում հայրենիքի փրկության շարժումը, դիմադրություն շարժումը, անկախություն շարժումը, միասին շարժումը,
չգիտեմ, սրբազան պայքարը, բոլորի պահանջը եղել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բնականաբար նա հրաժարական չի տվել, հետևաբար դրան ապավինել չեն կարող։ Մյուս տարբերակը դա սպասել 2026 թվականի ընտրություններին եւ ընտրությունների միջոցով որ քաղաքացիները չքվեարկեն եւ նա նորից չշարունակի մնալ իշխանության ղեկին։ Այս տարբերակը գործնականում պետք է բացառել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում իրականացնում է իշխանազավթում, ընտրությունները նրա համար հանդիսանում են ոչ թե իշխանություն ձևավորելու, այլ իշխանությունը պահպանելու միջոց։ Իդեպ ասեմ ձեզ, որ Հայաստանի պատմության մեջ դա ոնց որ միշտ էլ տենց է եղել, դեռևս ոչ մի իշխանության ղեկին գտնված մարդ համապետական ընտրություններում չի պարտվել։ Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել։ Ոչ նախագահական ընտրություններում եւ ոչ էլ խորհրդարանական ընտրություններում։ Առավել եւս հիմա, երբ որ Հայաստանում հաստատվել է տոտալ բռնապետական համակարգ, վերահսկվում են հիմնական քարոզչական միջոցները, զանգվածային լրատվամիջոցները, իրավապահ մարմինների միջոցով բռնաճնշումներ են իրագործում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, չի վերահսկվում Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆինանսական միջոցները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը Վահագն Ալեքսանյանը, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները կարելի է բողոքարկել սահմանադրական դատարան, որի նախորդ կազմից դատավոր է մնացել միայն Հրայր Թովմասյանը։ Այսինքն այս պարագայում մտածել, որ հնարավոր է ընտրությունների միջոցով գնալ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու, դա անլուրջ տարբերակը, դա գործնականում բացառում։ Հիմա մնում է միայն մեկ տարբերակ, այսինքն բոլոր հնարավոր տարբերակներից մնում է միայն մեկը, դա ազգային ժողովի միջոցով վարչապետին անվստահություն հայտնելը։ Այսինքն, եթե ընտրություններին գնալուց պետք է այդ գործընթացին մասնակցեն 100 հազարավոր մարդիկ, գնան քվեարկության, ուրիշին ընտրեն, եսիմ քանի հազարավոր մարդիկ լինեն հանձնաժողովի անդամներ, վստահված անձինք, դիտորդներ եւ այլն, անվստահության գործընթացին որոշումը կայացնելու համար պետք է ընդամենը 54 մարդու կողմ ձայն։ Այդ 54 մարդիկ էլ շատ որոշակի մարդիկ են, նրանք ազգային ժողովի падգամավորներ են, ընդ որում այդ 54-ի կեսն էլ իրենց հռչակել են որպես ընդդիմադիր падգամավորներ։ Այսինքն, եթե հավատանք, որ ընդդիմադիր падգամավորները հավատարիմ են իրենց խոստմանը, իրոք ցանկանում են Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ապա ստացվում է կեսն էլ կա, մեզ մնում է ընդամենը այդ որոշման համար 20 մարդու կողմ, պատկերացնեք, այսինքն 100 հազարավոր մարդկանց, միլիոնավոր դոլարների ծախսերի, եսիմինչ դժվարությունների փոխարեն մեզ պետք է ընդամենը, որ մեր ամբողջ հասարակությամբ ոտքի կանգնենք եւ ազդեցությամբ պահանջենք, որ 20 մարդ ոչ էլ դրանց վրա բեռնաճնշում գործադրենք, ոչ թե ստիպենք, այլ պահանջենք, որպեսզի իրենց պաշտոնական պարտականությունները կատարեն, որովհետեւ падգամավորների պարտականությունն է վերահսկել կառավարության գործունեությանը, կառավարության ծրագրի շեղումներ ունենալու դեպքում անվստահություն հայտնել վարչապետին։ Պարզ բան, այսինքն պարզ օրինական սահմանադրական պահանջ, որի կատարմանը պետք է մասնակցի ընդամենը 20 մարդ։ Հիմա այն մարդիկ, որ ասում են դա անհնար է, դա բացառվում է, դա ծաղրի են վերածում, դա անլուրջ է, չհասկացա, այսինքն էսի անլուրջն է, ու կա արդյոք ավելի հավանական, ավելի լուրջ տարբերակ, որը իդեպ ասեմ, որ որևէ մեկը չի էլ առաջարկում։ Հետևաբար մենք եկել ենք այն խորը համոզման, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ոչ միայն հնարավոր, այլ միակ տարբերակը մնացել է վարչապետին անվստահություն հայտնելը։ Հետևաբար այդ ճանապարհից ոչ թե պետքա խուսափել, ոչ թե պետքա փախնել, ոչ թե պետքա ծաղրել, ոչ թե պետքա դրա նկատմամբ հակաքարոզչություն անել, այլ հակառակը, մեկտեղ էլ մեր բոլորի ջանքերը, որս ինչ ունենք, մեկը խելք ունի, մեկը փող ունի, մեկը ազդեցություն ունի, մեկը կապեր ունի, մեկը լրատվամիջոց ունի, մեկը, չգիտեմ, կամերա, ամենքս մեր ջանքերը ներդնենք, այս խնդիրը լուծենք, որովհետև խնդրի լուծման տարբերակը միայն սա է, երկրորդը գոյություն չունի։ Ովքեր հիմա դեմ են հանդես գալի անվստահության գործընթացին, իրենք ոչ մի առաջարկ չունեն, թե ուրիշ որ կերպ է հնարավոր Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Այսինքն, եթե այդ առաջարկը դա ընտրություններն են, ասում ենք, որ դա ավելի դժվար է, քան սա։ Ես չեմ ասում, որ անվստահության գործընթացը դա շատ հեշտ է, մի քայլ ընդամենը։ Մի հատ թուղթ վերցնում ես, ստորագրում ես, գնում ես ԿՊ-ականների մոտ, իրանք քեզ սպասում են բարձր տրամադրությամբ, խմբերով, դանակից հանում են կոնյակը, ստորագրում են այդ փաստաթուղթը, բաժակները լցնում եւ մեր բոլորի ընդհանուր գործին հաջողություն են մաղթում։ Ոչ,
Ոչ, դες բան չի լինելու։ Եթե որևէ մեկը մտածում է, թե այսինքն միամիտ, տենց ֆանատիկ, տենց երազներով ապրող մարդ եմ, ոչ։ Ես շատ լավ եմ հասկանում այս գործընթացի դժվարությունները։ Դժվարությունները եւ ՔՊ-ի падգամավորների հետ աշխատելու իմաստով, եւ հասարակության հետ աշխատելու իմաստով։ Պարզում է նաեւ մեր ընդդիմադիր падգամավորների հետ աշխատելու միջոցով, որ ի զարմանս ինձ պարզում է, որ դա էլ իր հերթին է դժվարություններ առաջացրել, բայց կապ չունի։ Ցանկացած լավ գործի հասնելու համար պետք է հաղթահարեն դժվարություններ, առանց ջանքեր գործադրելու, առանց ներդրումներ անելու, ես ներդրում նկատի չունեմ ֆինանսական, նկատի ունեմ ջանքեր, միջոցներ, էներգիա, ինտելեկտ, ժամանակ, առանց դրա հնարավոր չի հասնել հաջողության։ Հնարավոր է այդ ամենը անել, հաջողության չհասնել, բայց անհնար է առանց որևէ բան անելու հասնել հաջողության։ Հետևաբար հասկանալով, գիտակցելով, որ դա դժվար ճանապարհ է, մենք բոլորս պիտի գնանք այդ դժվարությունը հաղթահարելով եւ ունենանք բաղձալի, ցանկալի մեր պետության, մեր ժողովրդի եւ բոլորիս անհատապես շահերից բխող որոշում, որովհետեւ դրանով մենք փրկում ենք մեր կյանքը, մեր ֆիզիկական կյանքը, որը հիմա սպառնալիքի տակ է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Պարզվում է, որ այդ անվստահության գործընթացի մասին շատ մարդիկ են խոսել, տարբեր ժամանակներում, պարզապես հանձնառություն չեն ստանձնում դա մասի խոսելու, ընդ որում, այս գաղափարը ոչ մեկի հեղինակային իրավունքը չի հանդիսանում։ Կան մեր հարգարժան պատգամավորներից, մենք ավելի շուտ գիտենք դրա մասին առաջինը հայտարարել է Իշխան Սաղաթելյանը Դիմադրության շարժման ժամանակ։ Ճիշտ է։ Այդ անվստահության գործընթացը կարող էր մեկնարկել 2022 թվականի օգոստոսի 2-ից։ Օգոստոսի 14-ին, 12-ին դեռևս Դիմադրության շարժումը հանրահավաքներ էր կազմակերպում Ֆրանսիայի հրապարակում։ Եվ այդ հանրահավաքներից մեկի ժամանակ Դիմադրության շարժման համակարգող ՀՅԴ ներկայացուցիչ ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսուհետ մենք այլևս հնարավորություն ունենք նաև անվստահության հնարավորությամբ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պետք է գտնել հարմար ժամանակ։ Դրանից հետո ես եմ հայտարարել օգոստոսի 23-ի հանրահավաքին 22 թվին, որ պետք է սկսել այդ գործընթացը։ Ցավոք սրտի, ոչ օգոստոսի 12-ին պարոն Սաղաթելյանի հայտարարությունից հետո է դա տեղ ունեցել, ոչ օգոստոսի 23-ի իմ հայտարարությունից, այսինքն դա որևէ մեկից, ոչ իմ, ոչ պարոն Սաղաթելյանի, ոչ որևէ մեկի հեղինակային իրավունքը չի ասելու, որ դա ոչ մեկից մտահաղացումը չի։ Դա մեր սահմանադրությամբ կարգավորվում է, կարդում ես սահմանադրությունը, տեսնում ես ինչ է հնարավոր անել, երբ է հնարավոր անել։ Բայց պետք է դա արվի, իսկ ով կարա դա անի։ Դա կարող են անել միայն ազգային ժողովի պատգամավորները։ Այսինքն ես դա չեմ կարող անել, ինձ լսող մարդկանցից կարող են անել միայն նրանք, ովքեր ազգային ժողովի պատգամավորներ են։ Հիմա տեսեք, քանի հնարավորություններ ա եղել, որպեսզի այդ գործընթացը իրականանա։ Ընդ որում ներկայացնում են փաստարկներ, Հայաստան խմբակցության հայտարարությունը չի կայացական։ Դրա համար պետք է 36 ձայն, որ քվե պատգամավորի, որպեսզի գործընթացը սկսի, որոշման կայացման համար 54 կողմձայն, այո, մենք սա գիտենք։ Բայց գործընթացը կարող է նաև սկսի, եւ գործընթացի հեղինակները իրենք են կառավարելու այդ process-ը։ Մեր ինչին է պետք 36, եթե նույնիսկ 36 պատգամավոր ստորագրի, մենք հիմա չենք տանենք այդ թղթերը, հիմա հանձնենք ազգային ժողովի նախագահին, երբ որ գիտենք, որ որոշման կայացման համար պետք է 54 կողմձայն։ Այսինքն մենք այդ գործընթացը նախաձեռնել ենք, մտածում ենք, որ պիտի իրականացվի, ոչ թե մի հատ ավել հարցազրույց տալու համար լրատվամիջոցների, դրանից ես որ կշտացել եմ ինչքան ուզեք, բայց չեմ կշտանում, քանի դրա պահանջը կա։ Անցած ամիս ես տվել եմ 54 հարցազրույց։ Այսօր ամսի 5-ն է, ես արդեն տվել եմ 6 հարցազրույց եւ պատրաստվում եմ նույն ռեժիմով աշխատել, անխնա, անզիջում ձևով։ Բայց դրանով այդ հարցը չի լուծվում։ Այդ հարցը լուծում է, եթե պատգամավորները նախաձեռնում են դա իսկ արդյունքը, նպատակը, դա իրագործումն է, ոչ թե process-ը ինքան։ Իսկ process-ին հասնելու համար պետք է նախ եւ առաջ մի հոգու պատգամավորի ստորագրություն այդ գործընթացը մեկնարկելու համար։ Հիմա տեսեք, քանի հնարավորություն ա եղել, որ այդ գործընթացը չի իրականացվի։ Ասեցի օգոստոսի 12 Դիմադրության շարժում, օգոստոսի 23-ի անկախության շարժման իմ նախաձեռնած հանրահավաք։ Նորից չի սկսել անվստահության գործընթաց։ 2022 թվականի սեպտեմբերի 15
անհաշվելի թվով մարդիկ, տասնյակ հազարավոր հավաքվեցին ազգային ժողովի շենքի դիմաց, ասեցին բերեք սկսենք անվստահության գործընթաց, չսկսեցին մեր հարգարժան պատգամավորները։ 2023 թվական սեպտեմբերի 19-ը Արցախի վրա հարձակման ժամանակ ստեղծվեց ազգային կոմիտե, որի կազմում էին եւ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջյանը եւ Հայաստան խմբակցությունից պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, բայց տենց էլ անվստահության գործընթաց չսկսեցին։ 2024 թվականի մայիսի 9-ը սրբազան պայքար Բագրատ Սրբազանը մեզ բոլորից մեկտեղեց, համատեղեց, հավաքվեցինք Հանրապետության հրապարակում, մի ժամ ժամանակ տվեց Փաշինյանին, որ խելամիտ որոշում կայացնի, ռադը քաշի գնա։ Չտվեց իր հրաժարականը, հայտարարեց, որ այս խնդրի լուծման տարբերակը վարչապետին անվստահություն հայտնելն է։ Ցավոք սրտի վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն, ոչ թե նախաձեռնեցին, չստացվեց, ԿՊ-ները դեմ, ոչ, նախաձեռնություն չի եղել։ Ազգային ժողովի ոչ մի պատգամավոր, ոչ մի նախաձեռնություն չի ցուցաբերել վարչապետին անվստահություն հայտնելու համար։ Եվ եկանք ասել ենք 2025 թվական, որ մենք արդեն այդ արթուն ենք քաղաքացիական նախաձեռնությամբ հետևողականորեն, այս անգամ այլևս մեզ կան, եթե մինչև այդ ես օգոստոսի 23-ին ասում էի, որ դա է ճիշտ ձևը, խաշում էի մի կողմ, սպասում էի իրանց որոշումների, այս մի անգամ այլևս մեր կողմից, մեր նկատի ունեմ հասարակության կողմից, այս գաղափարը պաշտպանելու հարցում ցուցաբերելու է անզիջում հետևողականություն։ Այս գործընթացը ունենալու է ընդամենը մեկ ավարտ։ Դա Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ավարտն է։ Այլ երկ այս գործընթացը չի ունենալու։ Երբ կլինի դա կախված է ոչ միայն մեզնից, մեր հասարակությունից, այլ առաջին հերթին պատգամավորներից։ Իսկ պատգամավորները պարտավոր են դա անեն։ Իսկ ինչ ենք արել մենք մեր պատգամավորներին այս գործընթացում ակտիվ ներգրավում ապահովելու համար, որովհետև առանց իրենց նախաձեռնության ու մասնակցության բնականաբար այս որոշումը չի կայացվի։ 2025 թվականի ապրիլի 28-ին գնացել ենք ազգային ժողով եւ ազգային ժողովի պատգամավորներին հանձնել ենք 107 նամակ։ Քանի որ հիմա շատ են այս մասին քննարկում տարբեր ձևերով, ես ամեն ինչին կանդրադառնամ, էլի որ բոլորիդ համար ամեն ինչ պարզ լինի։ Այստեղ ինձ համար այս մաքուր ջուր է ամեն ինչը։ Ոչ մի թիրախավորում չկա ոչ մեկին օգուտ անելու, ոչ մեկին վնաս հասցնելու, չգիտեմ, պատվազրկելու կամ պատիվը բարձրացնելու հարց որևէ մեկի պարագայում չկա։ Դուք դրանում կարող եք համոզվել, լսելով նաև ինձ, լսելով մյուսներին։ Մենք 107 նամակ ենք տվել պատգամավորներին։ Այդ նամակների մեջ չի բացի պատգամավորի անուն ազգանունից ուրիշ ոչ մի բան չենք նշել։ Չենք նշել, ընդհանրենք ազգային ժողովի փոխնախագահ Էսինչյանին, հանձնաժողովի նախագահ Էսինչյանին, ոչ, պատգամավոր։ Չենք նշել Հայաստան խմբակցության պատգամավորին, պատիվ ունեմ խմբակցության պատգամավորին, չենք նշել, ասենք քաղաքացիական պայմանագիր, ոչ, պատգամավոր, որովհետև մենք իրավունքի տեսանկյունից ենք նայում։ Բոլոր պատգամավորներ ունեն հավասար իրավական կարգավիճակ։ Անկախ դրանից կին են, տղամարդ, այլ են, ջահել են, չգիտեմ, այս խմբակցությունից են, այն պատգամավորը ըստ սահմանադրության ներկայացնում է յուրաքանչյուր պատգամավոր առանձին վերցրած, ներկայացնում է ողջ ժողովրդին, կաշկանդված չի հրամայական մանդատով, իր որոշումները կայացնում է սեփական խղճով եւ համոզմունքներով։ Վերջ։ Մնացածը իրանց մեկնա, մենք իրանց դիմել ենք որպես պատգամավորի, ոչ թե ընդդիմադիր կամ իշխանական։ Նամակները բովանդակային առումով իրարից չեն տարբերվում, այսինքն, այնպես չի, որ Հայաստան խմբակցության պատգամավորներին ուրիշ բովանդակությամբ նամակ են գրել, պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին ուրիշ նամակ են գրել, ԿՊ-ի պատգամավորներին ուրիշ, ոչ, բոլոր պատգամավորներին հասցեագրված նամակները ունեն նույն բովանդակությունը։ Ամբողջ նամակը հղում է պարունակում միայն սահմանադրությանը, այսինքն, առաջին պատգամավորի կարգավիճակ, ինչը որ ասեցի, ազգային ժողովի կարգավիճակ, որը վերահսկում է կառավարությանը, իսկ պատգամավորները ազգային ժողով կազմված է պատգամավորներից։ Կառավարության կարգավիճակը, որը պիտի իրականացնի պետության ներքին արտաքին քաղաքականություն, միայն կառավարության ծրագրի հիման վրա, եւ անվստահության ինստիտուտ, որ էլի սահմանադրությամբ է նախատեսված։ Այսինքն դու պատգամավոր ես, նայում ես կառավարությունը ծրագիրը չի կատարում, վերահսկում ես նրան եւ քո սեփական խղճից ելնելով կայացնում ես որոշում կառավարության անվստահություն հայտնելու վերաբերյալ։ Այս գործընթացում խմբակցություններ գոյություն չունեն։ Ամեն որոշում կայացնում է միայն պատգամավորները։
Եվ մենք մեր հարգելի գործընկեր եւ ոչ հարգելի պատգամավորներին, այսինքն եւ հարգելիներն են Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցության պատգամավորները, ոչ հարգելիներն են այդ քաղաքացիական պայմանագիր խմբակցության։ Ասել ենք, որ տրամաբանական ժամկետը մեզ արձագանքելու պատասխանելու դա կլինի մայիսի 8-ը։ Մայիսի 8-ին մենք կանենք վերջնական ամփոփում եւ ես լրացուցիչ լայվով ձեզ դրա մասին տեղեկացնեմ։ Գրությունները ստորագրել եմ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գրությունը ներկայացվել է Արթուր ենք շարժման անունից եւ այդ նույն օրը հրավիրել ենք լրատվամիջոցների եւ շնորհակալություն նրանց, որ բազմաթիվ լրատվամիջոցներ եկել լուսաբանել են եւ խնդիր ունեցել է հանրային շատ մեծ արձագանք, շատ մեծ։ Դե պարզ է, որ դա եթե անհետաքրքիր լիներ հանրությանը, որևէ մեկը դրան ուշադրություն չէր դարձնի։ Ազգային ժողովի պատգամավորներին բազմաթիվ մարդիկ նամակներ են ու գրություններ են հանձնում։ Այս մեկի նկատմամբ արձագանքը հետաքրքրությունը վկայում է դրա ակտուալության ու հիմնավորվածության մասին։ Ու ինչ ենք ստացել մենք այս պահի դրությամբ, այս պահի ամփոփումը, որ ազգային ժողովի մի շարք պատգամավորներ տարբեր լրատվամիջոցներով հարցազրույցներ են տվել եւ հայտնել են իրենց տեսակետները։ Իհարկե նես չէր, որ այդ պատգամավորները ուրիշ առիթներով հարցազրույցներ չէին տալի, հատուկ սրա համար են գնացել հարցազրույցներ տալու, այս գործընթացի կամ այս նամակի վերաբերյալ, բայց ակնհայտ է, որ բոլոր այդ հարցազրույցներում այդ հարցը քննարկվել է, իրանց այդ հարցերը տրվել են եւ հիմնական զրույց եղել է այդ թեմա։ Օրինակ Գեղամ Մանուկյան 24 News-ին պատգամավոր, Էլնար Վարդանյան, Երկիր մեդիա, Աննա Գրիգորյան, TV5 Իդեպ ասեմ ձեզ, որ Տիկին Գրիգորյանի հարցազրույցները շատ հետաքրքիր էր, մենք հիմա մանրամասն ոչ միայն ծանոթանում ենք այդ հարցազրույցների բովանդակության, այլ երբեմն արձագանքում, օրինակ Նարեկ Մայլյան մի շատ հետաքրքիր ձևաչափ ընտրել, մի ասում է հարցազրույցը ստոպ մեկնաբանություն, ստոպ մեկնաբանություն։ Երկու-երեք նման մշակում արել, օրինակ Էլինար Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Գառնիկ Դանելյանի, առաջիկայում արդեն ես այդ իմաստով այդ ձևաչափում կմիանամ Նարեկի եւ ես առաջիկայում երևի կանենք Ագնեսա Խամոյանի թեզերի մեկնաբանությունը տեղում, որպեսզի մարդիկ լսեն, ինչ ասում է թեմայով պատգամավորը, ինչ մեկնաբանություն ենք մենք, որ մարդիկ լսեն եւ այդ կարծիքը եւ մյուս կարծիքը եւ իրենք որոշում կայացնեն, որն ավելի հիմնավոր, որն ավելի խելամիտ եւ ըստ դրա ամեն մարդ իր սեփական դիրքորոշումը ձևավորի։ Ուրեմն Աննա Գրիգորյանի տեսակետ ինչով էր հետաքրքիր, որ Ինչպես եւ մյուս պատգամավորներն ասում են, ինչ են ասում այս գործընթացի հետ կապ, որ հնարավոր չի, որ ՔՊ-ական պատգամավորները Նիկոլ Փաշինյանին դեմ արտահայտվեն, նրանք այդ գործընթացի բացառված բան է։ Աննա Գրիգորյանը այն պատգամավորն է, որ առաջին անգամ պատգամավորը ընտրվել իմ քայլը դաշինքի համամասնական ցուցակով։ Այսինքն 18 թվին ինքը առաջադրված է եղել ՔՊ-ի, այսինքն իմ քայլի համամասնական ցուցակում եւ ընտրվել է պատգամավոր։ Հետո ինքը դուրս է եկել այդ ՔՊ-ից ու հիմա դառել է Հայաստան խմբակցության պատգամավոր։ Ինքը եւ դա փայլով որոշում է, որովհետեւ ինքը ես անձնապես ճանաչելով ասեմ, ինքը շատ բանիմաց, խելացի, ազնիվ եւ հայրենասեր մարդ է։ Իր մասնագիտությամբ մանկավարժ, այսինքն գիտակից մարդ, որ հասկացել ասում է, այո, մենք մտել ենք ՔՊ, մտածելով, որ այս անարդարությունները պիտի հաղթահարվի, մեր երկիրը ավելի անվտանգ լինի, բարեկետ, այդ նպատակումը։ Տեսել է, որ ՔՊ Նիկոլ Փաշինյանը դրանից շեղվել է, լինելով ազնիվ հայրենասեր գործիչ, ինքը ՔՊ-ից դուրս է եկել եւ հիմա դառել է Հայաստան խմբակցության պատգամավոր։ Այսինքն փոխարենը Աննա Գրիգորյանը իր հրաշալի օրինակը ցույց տալով ասի, որ դա հնարավոր է, որ հնարավոր է նաև ՔՊ-ից հիմիկվա կազմից մարդիկ հրաժարվեն այդ դավաճանական կեղտոտ միջավայրից եւ գան ներման խնդրման մեր հասարակությունից եւ միանան այս գործընթացին, ինքստից նստած ասում է դրանք ընդից չեն գա։ Հայ-աղափողական դաշնակցության պատգամավորները, որոնք մի մասը նաև պատգամավոր ա եղել 18 թվին, մի շաբաթ առաջ վարչապետ են ընտրել Սերժ Սարգսյանին, մի շաբաթ հետո վարչապետ են ընտրել Նիկոլ Փաշինյանին, նույն մարդիկ, ամբողջ խմբակցությունով։ Նիկոլ Փաշինյանին ընտրելու հարցում դեմ ա եղել միայն Աղվան Վարդանյանը, ի պատիվ իրեն։ Հիմա հարցը, դրանք ասում են ՔՊ-ականները չեն փոխի իրը, բայց դուք ո՞նց փոխիք ձեր դիրքորոշումը։ Այսինքն ստացվում է, որ ՔՊ-ականները սկզբունքային, վճռական, իրենց համոզմունքներով գաղափարապես ուժեղ մարդիկ են, ըստ ձեր կարծիքով։ Իսկ դուք
Հեղեղուկ, անողնաշար, հակառակ ցանկացած պահի մի 10 օր առաջ Սերժ Սարգսյանը դրեք, 10 օր հետո Նիկոլ Փաշինյան։ Հա? Տենց է ստացվում։ Ոչ։ Տենց չի ստացվում։ Դուք ոչ թե անսկզբունքային եք եղել, անողնաշար եք եղել, այլ ճիշտ հակառակը կարողապատահի։ Որովհետև տեսել եք հանրային կարծիք կա, փորձել եք ձեր տեսակետը պետությունը լարվածության չտանելու, քաղաքացիական բախումների չտանելու, լարվածությունը չխորացնելու համար այդ պահին այդ որոշումն եք կայացրել։ Բայց եթե դուք այդ որոշումը կայացրել եք, ինչ եք մտածում, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում չեն լինի падգամավորներ, այն էլ 69-ից ընդամենը 20-ը, որ այդ որոշումը կկայացնեն։ Այսինքն դա եղել է, չէ՞, դա հնարավոր է։ Նույնիսկ քաղաքացիական պայմանը ՔՊ-ից 20 թվի պատերազմից հետո, կապիտուլյացիայից հետո 5 падգամավորներ դուրս են եկել ՔՊ-ից եւ խզել են իրենց կապը, ավելին դարձել են ընդդիմադիր նույն այդ ՔՊ-ին։ Դրանցից մեկն էլ Թակուի Թովմասյանը հիմա պատիվ ունեմ խմբակցությունում որպես ազգային ժողովի падգամավոր։ Այսինքն ժամանակին եղել է այդ խմբակցության падգամավոր, հիմա պատիվ ունեմ խմբակցություն, ոնց որ Աննա Գրիգորյանը ժամանակին եղել է ՔՊ-ից, հիմա Հայաստան դաշինքի падգամավորը։ Ու դա շատ լավ է, այսինքն ես դա որպես հաջող օրինակ եմ ներկայացնում, որ մարդիկ կարան նաև դուրս գան այդ դավաճանական խմբի։ Այդ ինչ կարծիք, հələ ՔՊ-ականները առանձնապես ձեն չեն հանել։ Ընդդիմադիր падգամավորները նրանց հասեին, նրանց փառաբանող ելույթներ են ունենում, թե ինչքան սկզբունքային ու վճռական են ՔՊ-ականները եւ նվիրված մեկը մյուսին, այդ թվում Նիկոլ Փաշինյանին։ Փոխարենը դուրս գանք համատեղ պայքարի մեր ջանքերը ներդնենք ունենալով նաև հաջող օրինակներ։ Կամ ասենք հարցազրույցներ են տվել Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, այնպես բաներ ասում։ Ես դա առանձին կվելուծեմ, էլի Տիկին Խամոյանի հարցազրույցը։ Ասում է թիրախավորում են մարդիկ Ռոբերտ Քոչարյանին, թիրախավորում են Հայաստան դաշինքին։ Այ հարգելի Տիկին Ագնեսա ջան, Ռոբերտ Քոչարյանը այս գործի հետ ինչ կապ ունի, կարաք իսկ բացատրեք։ Ռոբերտ Քոչարյանը ազգային ժողովի падգամավոր չի։ Ես Ռոբերտ Քոչարյանին նամակ չեմ գրել, որ Ռոբերտ Քոչարյանը անվստահության գործընթացին մասնակցի։ Մի պարզ պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը падգամավոր չի, իսկ անվստահություն կարան հայտնեն ազգային ժողովի падգամավորները։ Ինչ կապ ունի Քոչարյանը, կարաք ինձ ասեք։ Այդ մարդու անունը ինչի եք շահարկում, դուք ինչի եք շահարկում, այդ մարդու հեղինակության մեծ մասը սեփական հեղինակություն չունենալով դարել եք падգամավոր, հիմա էլ այդ մարդուն եք դուք իկները թիրախավորում, այդ մարդուն եք շահարկում, իր անունն եք բերում կապում մի որոշման ընդունման համար, որի պատասխանատու դուք եք որպես падգամավոր։ Քոչարյանի անուն ով է տվել։ Մի անգամ Նարեկ Մայլյանն այդ մեր նամակը հարցազրույցի ժամանակ ասել իմ կարծիքով ոչ հիմնավոր տեսակետ էր այդ պահի համար հնչեցնելը, որ ասում է Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը դեմ են։ Ոչ, ով է, ես օրինակ չէի լսել։ Մինչև հիմա չեմ լսել, որ Ռոբերտ Քոչարյանը ասի, որ ինքը դեմ է անվստահության գործընթացին։ Եթե չի ասել, ո՞նց ես ասում այդ մարդը դեմ է։ Այս Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի, կամ ասում է ինչ է նշանակում, դուք թիրախավորում եք Հայաստան դաշինքի падգամավորներին։ Ինչի։ Այսինքն եթե ես ՔՊ-ի падգամավորներին նամակ եմ գրել, ասում եմ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնեք։ Նշանակում է, որ ես թիրախավորում եմ Հայաստան դաշինքի падգամավորներին։ Դուք եկները ձեզ տանում եք, խառնում եք դրանց հետ։ Դուք ձեր տեսակետները դրանց հետ դարձնում եք նույն տեսակետը, ձեզ դնում եք իրանց հետ նույն կարգավիճակում, մեզ անում եք մեղավոր։ Մենք նույն նամակն ենք գրել Տիկին Ագնեսա ջան եւ մնացած Հայաստան խմբակցության падգամավորներ նաեւ պատիվ ունեմ, դրանք հայտարարություն չեն արել, չգիտենք թե պատիվ ունեմ ինչ կասի։ Անկեղծ ասած, առանձնապես մեծ լավատեսություն այս պայդրությամբ ամենայն դեպս չունեմ, չնայած որ մինչև հիմիկվա իրանց հայտարարություններով ասում են, որ իրանք գաղափարը պաշտպանում են։ Գաղափարը պաշտպանելով չի, այդ գաղափարը իրագործելով է։ Դուք են մարդիկ չեք, որ այդ գաղափարը պաշտպանեք։ Դուք են մարդիկ եք, որ այդ գաղափարը պիտի իրագործեք։ Հիմա մենք որ բոլորիդ նամակ ենք գրել, այդ թվում ՔՊ-ի падգամավորը, ինչ եք մտածում, որ ձեզ թիրախավորում ենք։ Բայց եթե այդ գործընթացը դուք պիտի անեք, ձեզ ենք նամակ գրել։ Ինչ եք թիրախավորվում, թիրախավորվելու փոխարեն, հենա փոխարենը գործողությունն արեք, այն էլ այդ գործողությունն ոչ թե մենք ձեզնից պահանջում ենք, որ ես ով եմ, որ Հայաստան դաշինքի падգամավորից բան պահանջեմ։ Դրանք իմ ենթականերն են, իմ փողով են ապրում, իմ հացն են ուտում։ Ես ոնց կարամ Հայաստան դաշինքի падգամ ուրիշ падգամավորից բան պահանջեմ։
Դուք եք խոստացել, այդ ձեր ցավը տանեմ, դուք եք 21 թվին ասել, որ ձեր նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխան, հիմա ես որպես քաղաքացի, որպես ձեր ընտրող, իրավունք ունեմ ձեզ հիշեցնեմ, ձեր տված, մենք ոչ մեկից ոչ մի պահանջ չունենք, ոչ պահանջում ենք, ասում ենք դա արեք, որովհետև ես եմ դա պահանջում, կամ Նարեկ Ղազարյան Էդգարնովա կամ Նարեկ Մայլյանովա, որ բան պահանջի։ Դուք ձեր խոստումը պիտի կատարեք, բայց ձեր խոստումը կատարելու հարցում դուք պարտավոր հանրային ծառայող եք, պատգամավոր եք։ Հիմա դուք որ մասնավորն եք, Տիկին Ագնեսյան ասում է այս պատգամավորը դուք սպառնախեղ ճաշակի կրակի մեջ անգի է։ Փողերը պակասել է, բան։ Այ հարգելիս, դու որ գնայր քո համար TV 5-ում լրագրող աշխատել, մենք այսօր գարու ենք քեզից բան պահանջենք։ Պահանջը չէ, նամակ կգրի, ես TV 5-ի ոչ մի լրագրողի Այս շրջանը ոչ մի նամակ չեմ գրել, որովհետև TV 5-ի լրագրող Մայրան Ղարամանյանը այս գործին ոչ մի բան չի կարող անի։ Հիմա ուզում ես դու էլ TV 5-ում հարցազրույց վարի, գնա TV 5-ում հարցազրույց վարի, մենք քո հետ առնչություն կունենանք։ Հիմա եթե դու պատգամավոր եք, որոշել եք ընտրվեք, ձեր խոստումներն եք տվել եւ պատգամավորի սահմանադրական լիազորությունն է պահանջում է գործողություն։ Հիմա որ մենք ձեզ որպես քաղաքացի նամակ ենք գրում, ասում ենք ձեր խոստումը կատարելու համար ձեր սահմանադրական լիազորությունը իրագործեք։ Ստացվում է որ մենք ձեզ շանտաժի ենք ենթարկում։ Այ քեզ բան։ Ո՞ս կարա մարդը մյուսին շանտաժի ենթարկի, այն էլ քաղաքացի պատգամավորին, դա բացառվում է, եւ դες նպատակ չունենք մենք։ Մենք ընդամենը խնդրում ենք, առաջարկում ենք ձեզ, որպեսզի դուք ձեր խոստումը կատարեք, ձեր մանդատի պատգամավորական լիազորություններից ելնելով։ Դրա շանտաժը ո՞րն է։ Կամ Քոչարյանը սրա հետ ինչ կապ ունի, որ դուք ամեն անգամ ասում եք, թիրախավորում են նախագահին, Քոչարյանին, այդ Քոչարյանի տեղը Մենք ձեզից չի որ պիտի բանանք, այդ Քոչարյանի նկատմամբ հարգանքը, ես որ մասնավորապես ունեմ, այդ ձեր գործունեությամբ չի պայմանավորված, այդ իրա գործունեությամբ է պայմանավորված։ Ինչ կապ ունի ես Ռոբերտ Քոչարյանը իմ ազգային ժողովի պատգամավոր չի։ Տիկին Ագնեսա Խամանյան, նա Հայաստան դաշինքի առաջնորդն է, ոչ Տիկին Ագնեսա ջան, Հայաստան դաշինք գոյություն չունի, դաշինքները լինում են նախընտրական շրջանում։ Ընդ որում նախընտրական շրջանում Հայաստան դաշինքը ստեղծվել է երկու կուսակցության որոշմամբ Հայ հեղափոխական դաշնակցության եւ վերածնվող Հայաստան։ Վերածնվող Հայաստանն էլ դուրս է եկել դաշինքի կազմից արդեն։ Ընդ այսինքն այդ դաշինքը ֆունկցիոնալ իմաստով էլ գոյություն չունի։ Իսկ ընտրություններից հետո իրավական իմաստով գոյություն չունի։ Ընտրություններից հետո կամ ձևավորվում է պատգամավորական խմբակցություն Կամ ոչ մի բան, կուսակցությունը կամ դաշինքը չի անցել ազգային ժողով։ Եթե անցնում ազգային ժողով, այդ դաշինքի անվանումով ստեղծվում է խմբակցություն։ Այսինքն Հայաստան դաշինք հիմա չկա, կա ազգային ժողովի Հայաստան խմբակցություն, որի ղեկավարը ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է, Տիկին Ագնեսա ջան, ասեմ իմացեք, Սեյրան Օհանյանն է։ Եվ հիմա դուք պիտի ոչ թե այս դեպքում էլ ոչ թե որպես խմբակցություն, այլ որպես անհատ պատգամավորներ որոշում կայացնեք։ Խմբակցությունը այս գործի հետ ինչ կապ ունի։ Առաջի համարի տեխնացուն, որ ընտրություններին մասնակցել եք, ով հրաժարվել է իր պատգամավորական, գիտեք քանի մարդ է, ես ցուցակ տամ ձեզ, քանի մարդ է հրաժարվել պատգամավորական մանդատից Հայաստան դաշինքից մինչև պատգամավոր ընտրվել է։ Քանի մարդը 9 պատգամավոր ընտրվելուց հետո Հայաստան դաշինքից մանդատը վայր է դրել եւ էլ պատգամավոր չի։ Մի հոգի էլ պատիվ ունեմից, ընդ որում առաջի համարը Արթուր Վանեցյանը։ Այդ դաշինք հիմա դաշինքի անունից որ մեր դաշինքը կամ դաշինք այդ չկա այդ ձեր դաշինքը, հարգելիս կա պատգամավորական խմբակցություն։ Եվ մենք ես ինքս անձամբ որպես այդ նամակների հեղինակ Մեր հարգարժան երկրորդ նախագահ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ չեմ գրել։ Ես իրենից ոչ մի պահանջ չունեմ, ոչ մի խնդրանք չունեմ, որովհետև ինքը չի կարող ոչ մի բան անի, դուք պիտի անեք։ Եվ դուք ձեր արածը այն ինչ որ չեք անում։ Մի վերագրեք այդ մարդուն։ Մի կապեք իր անուն այս ամեն ինչի հետ, երբ որ դուք պիտի անեք։ Չան պարզ բան է սա։ Մենք Պարշանապարով ենք կամ պատգամավոր Աննա Մկրտչյանը պատիվ ունեմից հարցազրույց է տալի ասում է որ մենք վարչապետի տեխնացու չունենք զարմանալու բան հասկանում եք կուսակցությունը դիրքավորվում է Հայաստանի քաղաքական դաշտում որպես ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկը Հայաստանի հանրապետական կուսակցություն եւ այդ կուսակցության գործադիր մարմնի անդամ
ազգային ժողովի պատգամավոր ասում է, որ իրանք վարչապետի տեխնացու չունեն։ Ասես բա ո՞չ կլի, հա։ Բա որ մեռավ, այն ասում ենք, այդ տեսքը լավը չի։ Ասենք մեռավ։ Կամ գնում է Ռուսաստան ճամփին, մոտիկ, հերո, չգիտեմ։ Մենք փորձանք ալում, հա։ Ճամփի հեծանիք քշելուց, այն մարդ հեծանիք քշելուց աշկը կպնում է, էթում է, գլուխ խփում է պատին, մեռավ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի տեխնացու չունի, դες բան ո՞ց կլինի։ Պատգամավորը ո՞ց է դες բան ասում։ Դուք ցանկացած իրավիճակի համար պիտի վարչապետի տեխնացու ունենաք։ Հարցազրույցներ են տվել նաև ՔՊ-ի Շիրակ Թորոսյանը հմեկում, Լիլիթ Մինասյանը էլի հմեկում, Տիգրան Աբրահամյանն է տարբեր առիթներով հանդես եկել, Հայկ Մամիջանյանը։ Այս պահի դիրքորոշումները հետևյալն է։ Պատիվ ունեմ խմբակցությունը ավելի լոյալ է վերաբերում այս խնդրին, բայց ոչ մի հստակեցում չկա, գործողություն էլ չկա, այսինքն իրանք չեն նախաձեռնել այդ գործընթացը։ Հայաստան խմբակցությունը ընդհանրապես հանդես է եկել հայտարարությամբ։ Մինչև այդ հայտարարության անդրադառնալ, ասեմ ձեզ, որ ինձ գրավոր պատասխանել է, միակ պատասխանը այս պայդրությամբ, որ գրավոր ես ստացել եմ, որպես դիմող քաղաքացի, եղել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թաքուի Ղազարյանից, 1000 ներողություն Տիկին Թովմասյան։ Թաքուի Ղազարյանից ՔՊ-ից պատասխանել է, պատասխանում էլ ինչ ասել, որ ձեր նամակը ստացել ենք, մենք մեր կառավարությունից գոհ ենք, ընդհանուր առմամբ եմ ասում, էլի։ Եվ ես որպես падգամավոր անհրաժեշտություն չեմ տեսնում անվստահության գործընթաց նախաձեռնելու։ Իհարկե, ինձ համար խնդրահարույց է, ես իրանից առանձին հանդիպում եմ խնդրելու եւ փորձելու եմ իր պատասխանի կապակցությամբ լրացուցիչ պարզաբանումներ ստանալ, որտեղ այնպես չի, որ իրանք մեծ պատասխան էին, մենք ասենք դե պատասխանեց Թաքուհի Ղազարյանը, մենք գոհ ենք եւ երջանիկ, ոչ։ Պատասխանեց տվել, պատասխանի հիմնավորումներն էլ պետք է տաս։ Բրծում չկա մեզնից։ Արսեն Թորոսյանն է պատրել, տենց ուղիղ եթերա կազմակերպել, ուղիղ եթերը չէ, տեղացանութը հրապարակ է, որտեղ ինքը առանց կարդալու, սես միանգամից պատռում է էդի մողարկած գրություն։ Ուրիշն է հետաքրքիր, որ հետն էլ տալիս է շատ անմիտ մեկնաբանություններ, վիրավորում է ինձ։ Ու հետն էլ ուրիշն է հետաքրքիր, որ դա անում է քաղաքացու օրվա հաջորդող առաջի աշխատանքային օրը։ Այսինքն սրանք տոն են սահմանել, քաղաքացին ինչքան կարևոր է մեր երկրի համար, քաղաքացու տոն։ Փող են ծախսում քաղաքացու տոնը նշելու, թե քաղաքացու դերը պետության մեջ, պետական կառավարման մեջ, ու այդ տոնը նշում են, լակում են երևի, երկուշաբթի օրը սպորտային մայկայով գնում է աշխատանքի, ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ։ Ես հիմա մեր տանն եմ, բայց հաշվի առնելով, որ եթեր ունեմ հանրության առաջ, փող կապեմ, սպիտակ վերնաշապի հակեն նստել եմ։ Դա վերաբերմունքա դիմացինի նկատմամբ տնից, հիմա ես մեր տանն եմ, ինքը ազգային ժողովում աշխատանքի է գնում, մշտական հանձնաժողովի նախագահ, սպորտային մայկայով, մեկը փաստորեն սրանցից առանց տրուսիկ է գործի գնում, մեկը առանց փողկապի է գնում, ով գիտի մեկը ընդե Բաքում լողանում է, ու սա այդ քաղաքացու նամակը պատռում է քաղաքացու օրվա առաջի աշխատանքային օրը։ Ու դրանից հետո ընդգրկում է Նիկոլ Փաշինյանի Էստոնիա կատարելիք պատվիրակության, այցի պատվիրակության կազմում։ Հիմա գանք Հայաստան խմբակցության հայտարարությանը։ Ուրեմն նախ մենք նամակը չենք գրել Հայաստան խմբակցությանը։ Մենք նամակը գրել ենք ազգային ժողովի падգամավորներին, հետևաբար մենք խմբակցությունից արձագանք չէինք ակնկալում։ Ինձ համար խիստ զարմանալի է, որ падգամավորի նամակ ես գրում, փոխարենը падգամավորը քեզ պատասխանի։ Խմբակցությունն է պատասխանում։ Դա մեզ հետաքրքիր չի։ Իդեպ այդ խմբակցությունները շատ կասկածելի է, ես այսօր մի հատ հարցում եմ ուղարկել Հայաստան խմբակցությանը, դրել եմ այդ հարցումը իմ Facebook-յան էջում, ասենք օրինակ որտեղ է տեղի ունեցել այդ խմբակցության նիստը, որովհետև ազգային ժողովի խմբակցությունը դա ազգային ժողովի կառավարման մարմիններից է հանդիսանում, կանոնակարգով նկարագրվող միավոր է։ Հետևաբար ազգային ժողովի խմբակցության նիստերը կարող են անցկացվել միայն ազգային ժողովի շենքում։ Ինձ հետաքրքիր է այդ նիստը ազգային ժողովում անցկացվել թե չէ։ Դե ասենք կարող է մի ռեստորանում իրանք խմբակցությունով հավաքվում են, կարող է այս կամ այն խմբակցությունը էլի։ Դες մի հատ հարց են, որ մի հատ կենաց են խմումնես, բոլորը դրան համաձայն են, ասես դե բերեք սա անենք մեր խմբակցության հայտարարություն։ Ոչ։
խմբակցության նիստերը իրավազորեն, եթե դրանք տեղի են ունենում մարնում, ազգային ժողովում։ Բնեք քանի պատգամավոր է մասնակցել, բոլորը ներկա են եղել, թե չէ, թե ասենք որ մեկը ներկա չեղի իր անունից հայտարարություն են արել։ Շատ խնդրահարույց հայտարարություն։ Հայտարարությունը տեղադրել են Հայաստան դաշինքի էջում, երբ որ ասում եմ դաշինք հիմա այլևս գոյություն, բոլոր դաշինքները գոյություն չունեն, էլի ոչ միայն։ Պատիվ ունեմ դաշինք էլ հիմա գոյություն չունի։ Գոյություն ունի, պատիվ ունեմ խմբակցություն։ Ընդ որում դրա կազմից էլ է մի կուսակցություն, առանցքային կուսակցություններից մեկը հայրենի կուսակցությունը դուրս եկե։ Կամ ասենք օրինակ, մտ արձանագրություն ունեք, այդ ասում եք հայտարարություն ենք տարածում։ Մտ այդ արձանագրությունը, էլի խնդրում եմ տենամ ով է ստորագրել, որոշումը քանի կողմ, քանի դեմ է եղել։ Ինձ հետաքրքիր է, այսօր հարցում եմ ուղարկել Սեյրան Օհանյանին, հուսով եմ այդ հարցման պատասխանը կլի եւ դա էլ կհրապարակեմ։ Ուրեմն ասում եմ, առաջինը հայտարարել է իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին Հայաստան խմբակցությունը։ Նախ Հայաստան խմբակցությունը չի հայտարարել, հայտարարությամբ հանդես է եկել միայն Իշխան Սաղաթելյանը։ Հետո հայտարարել եք, այսինքն դու գիտեիք, որ դա կարելի անել ու չեք անում։ Կարային գիտեք այլ կերպ ասեն, ափսոս որ մենք չգիտեինք, որ կարելի էր անվստահություն հայտնել վարչապետին, նոր ենք իմացել դրա մասին։ Ու հիմա քննարկենք, բարձում է իրանք առաջինն են իմացել։ Այսինքն դուք առաջինը իմացել եք, շուտ բանից գիտեք ու չեք անում դա։ Այդ հետաքրքիր ինչ-որ խոստովանություն է, որ այդքան ժամանակ չեք արել։ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական եւ իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Բարի, բայց եթե դուք գիտեք, որ կարելի է անվստահություն հայտնել, գիտեք, որ դրա հիմքերը կան, բայց դուք չեք կարծում, որ այս ձեր հայտարարությունը անգործության մասին ինքնախոստովանություն է։ Օրինակ Թաքուի Ղազարյանը իր նամակում ասում է անվստահության հիմքեր չկան։ Կառավարությունը իր ծրագիրը կատարում է եւ ես որպես պատգամավոր իրանից գոհ եմ։ Դրա համար չեմ նախաձեռնում։ Հայաստան խմբակցությունն ասում է մենք գիտենք, որ կարելի է անել։ Հիմքերը կան, բայց չեն կան։ Նույնիսկ հիմքերի առկայության դեպքում մենք անվստահություն չենք հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Պես են գրել։ Իրա ձեռով են գրել։ Մարդը նստից էս բան գրի։ Ես ուզում եմ ասենք մեկը չի էլ է որ խմբագրի էլ ասի գիտեք ինչ էս ինչ բառը հանենք։ Օրինակ գրել են Ակնհայտ է առանց փողոցում ձևավորված հզոր համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ շուրջ 2 տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ինչ ճնշման մասին է խոսքը։ Մենք սահմանադրությունից ձեզ հղում ենք արի ասում ենք պատգամավորի վրա ճնշում չի կարելի գործադրել։ Պատգամավորը պիտի իր սեփական խղճով ու մտորմունքներով որոշում կայացնի։ Դուք ասում եք պիտի ճնշե, ով ասում է։ Կարող է դուք եք ձեր որոշումները ինչ-որ ճնշման տակ կայացնում։ Կարող է այս հայտարարություններն եք, այս հայտարարությունը մայիսի 2-ին ինչ-որ մեկը ձեզ ճնշել է, որ դուք այդ հայտարարությունը կայացնեք։ Բայց եթե ձեզ չեն ճնշում, դուք չեք մտածում, որ ուրիշին պիտի ճնշեն։ Մենք օրինակ մտածում ենք, որ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, այս գաղափարը պաշտպանի նաև փողոցում։ Բայց դա ոչ թե պետք է լինի ճնշելու համար, այլ ճիշտ հակառակը։ Հիմա ճնշման տակ գտնվող պատգամավորներին ճնշումից ազատելու, որպեսզի իրանք ճիշտ որոշումներ կայացնեն, իրանց մտքով որոշումներ կայացնեն, ոչ թե ճնշման ներքո որոշումներ կայացնեն։ Ասում եմ, ճնշում պիտի լինի, ոչ, ճնշում չպիտի լինի։ Այսինքն, դες նախադասություն չկա Հայաստան դաշինքի հայտարարության մեջ, որի տակ ես գիծ քաշած չլեմ, այսինքն դա խոցելի չլինի։ Բովանդակային առումով։ Ասում եմ, նախաձեռնության հեղինակները պարզ աստ է երկու մարդու նկատի ունեն այս պահին, որովհետև հանրային տիրույթում ակտիվ ներգրավություն այս պահին ունենք մենակ ես եւ Նարեկ Մայլյանը։ Իհարկե առաջիկայում շատ են լինելու, վստահ եմ։ Այս պահին, հայտարարության պահին հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում, ճիշտ է։ Եվ ըստ էության որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման եւ դրա հետևանքների համար։ Իսկ դուք չեք մտածում, որ դուք հիմա քաղաքական ուժ լինելով պատասխանատվություն եք կրում այն անգործության համար, որը չեք ցուցաբերում։ Այսինքն, որ անգործություն եք ցուցաբերում։ Բայց եթե քաղաքական պատասխանատվության մասին դուք գիտեք, չգիտեք, որ դա ձեզ վերաբերում է,
Ես չի պիտի այո, ճիշտ եք ասում։ Ես քաղաքական ուժ չեմ ներկայացնում։ Իսկ ով ասում, որ այս գործընթացը պիտի ձախողվի։ Եվ որ հազար անգամ բացատրել ենք, որ այս գործընթացը չի կարա ձախողվի, որովհետև քանի դեռ գիտես, որ այդ գործընթացը դեռևս ձախողման ռիսկեր ունի, դրան դու ես կառավարում, դու դրան չես տանում ձախողման։ Ասում եմ 36 պատգամավոր, ոչ, 36 պատգամավորի ստորագրությամբ այդ որոշման նախագիծը ազգային ժողովի նախագահին կհանձնի միայն ապուշը։ Երբ որ գիտի, որ դրա համար պետք է 54 կողմ, այսինքն եթե ՔՊ-ից այս գործընթացին պիտի մարդ միանա, նա պիտի ոչ թե քվեարկությունով միանա, այլ նախաձեռնության պահին պիտի մի քանիսն էլ ավել, որովհետև կարող է նույնիսկ պատգամավորը լինի, որ նախաձեռնությանը միանա, այդ դեմ քվեարկելուց այլ կերպ քվեարկի, այդ պիտի հաշվի առնես։ Նախաձեռնությունը դու ես ղեկավարում, ոնց պիտի ձախողվի։ Այսինքն եթե դու դիտմամբ չուզես դա տանես ձախողման, դա հնարավոր չի որ ձախողվի։ Հետևաբար այդ ձախողում չի լինելու քաղաքական պատասխանատվության հարցեր չի առաջանալու։ Բայց քանի դեռ դուք դա չեք իրականացնում, բայց դուք չեք հասկանում, որ պիտի քաղաքական պատասխանատվություն կրեք ձեր այսօրվա այս հայտարարության համար, որը արդեն դրել եք։ Այնց հույս ունեն միանգամից ասել, կարող է ասեք դա ֆեյք է, էլի հանեք այմարդ, հանեք պրծեք այս զուլումից։ Ես չգիտեմ ով է գրել տվեց ձեզ։ Փորձանք են բերել, այս գրողը ձեր ճշտամին է, հարգելի Հայաստան դաշինքի իմ գործընկեր պատգամավորներ։ Այս տեքստի հեղինակը ձեր ճշտամին է, ձեր որպես քաղաքական գործիչների քաղաքական թիմի ճշտամին է։ Համենայն դեպս, եթե դες չեր գրի, այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Բայց ձեր ճշտամին չլինի, զանգված բառը կգրի մարդուն նկատում, զանգվածը դա չափման միակ քաշն է, ցենտներ, կիլոգրամ, տոննա, այսինքն դուք ձեր հայտարարությամբ ասում եք, ձեր պատկերացումներով, որ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ձեր վերաբերմունքը ունի զանգվածի նշանակություն, այսինքն մոտավորապես հենց էլի մի 260 տոննա քաղաքացի, հա? Եվ նախաձեռնության հեղինակներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մայրանը չեն կարող առայժմ ապահովել 260 տոննա մարդկանց ներկայություն, պսես բան են գրում, ընդհանրապես էլ, այսինքն մի հատ խմբագիրել չի եղել, այդ խմբակցությունում լրագրողներ կան, բանասերներ կան, փորձառու մարդիկ կան, այդ խմբակցությունում փոխվարչապետ կան, նախարարներ կան, բնավ մի տեքստի վրա չեք աշխատել, գոնե մարդկանց զանգված չհամարելու համար։ Ասում եմ, այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։ Մենք ուզում եմ հասկանամ, այդ կասկածների հիմքը ինչումն է։ Մենք էլ խնդրում եմ նորից դրեք իմ գրած, իմ ստորագրած նամակը մեկ էջ մի պարբերություն է, շատ էլ չի։ Մենք խնդրում եմ դա կարդացեք, տեսեք։ Դրա բացի դրանից ինչ-որ գրած է, ուրիշ ինչ նպատակ կա։ Այդ նախաձեռնության նպատակը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է, իրան իշխանությունից հեռացնելն է։ Այլ նպատակը, մենք ուզում եմ, իմ նամակը գրած է, ոնց որ դուք եք գրել տվել ինձ ընկել եք փորձանքի մեջ, այնց ես եմ, չեք գրել տվել ձեզ։ Մենք խնդրում եմ իմ գրած նամակը բերեք իրար հետ նստենք կարդանք։ Տեսնենք բացի այն ինչից որ ընդեք գրած է, ուրիշ նպատակ որտեղ է անդե, որտեղ է երևում։ Այսինքն պարզ բաները թողած, ընչեք ընկե այլաբանությունների հետևից, էլի ես էդի ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ։ Կամ պայմաններ է դնում, թող նախաձեռնության հեղինակները բերեն սկզբից 8 պատգամավորի ստորագրություն, հետո ապահովեն մյուս 26 պայմաններ էլի, որտուց պիտի բերենք, որտուց դուք հիմա այսօր ազգային ժողովի նիստը սկսելու է, դուք նրանց հետ ելնելու եք նույն դահլիճում, ուրբաթ օրը հանձնաժողովի նիստեր էր, երկուշաբթի օրը առավոտը հանձնաժողովի նիստեր է ալնում, դուք հանձնաժողովի անդամներ եք, իրանց կողքը նստած, ձեր աշխատասենյակները իրար կողքա, դուք միասին գնում եք գործուղումների, դուք միասին մասնակցում եք տարբեր միջոցառումների, այդ թվում ազգային ժողովի բակում, մենք որտուց բերենք, ուզում եք բերելու իմ ջանքերի մասին էլ խոսեմ, որ ես չի էլ
Նամակը գրել եմ, նստել եմ։ Հեսա, խնդրեմ։ Կոչ եմ անում նաև քաղաքացիներին։ Ազգային ժողովի կայքում գրած է, թե առաջիկա օրերին մայիսի 12-ից, 2-ից է չնայած 3 հատ ցավոք սրտի բաց եմ թողել։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբինյան, Հակոբ Բարշակյան եւ բոլոր հանձնաժողովները քաղաքացիների ընդունելություն են անում։ Այսօր առավոտն եմ զանգի ազգային ժողով, գրանցվել եմ բոլորի հետ ընդունելության, բոլորի։ Ու ասել եմ, քննարկման թեման վարչապետին անվստահություն հայտնելու հարցն է։ Ուզում եմ մտել իրաց դիրքորոշումները իմանամ այդ հարցի վերաբերյալ։ Բայց լավ, ես падգամավոր չլնելով, եթե ջանքեր եմ գործադրում այս падգամավորների հետ աշխատելու, նրանց կարծիքը հանրությանը հայտնելու, բայց ձեր գործն ինչ է։ Մենք Արթուր Խաչատրյանը Հայաստան Դաշինքի падգամավոր, ասում եմ, ես տնտեսական վերլուծություններ էի անում, լրագրողն եկավ, թող գնան բերեն ԿՊ-ական 20 падգամավորի։ Այդպես դա իր ասածը բերեք մեկ պատկերացնեն Արթուր Խաչատրյանը նստած իր աշխատասենյակում տնտեսական վերլուծություն անում, ես չեմ կարող անեմ, էլի, ես տնտեսագիտության տեխնացու դոցենտ եմ, բայց ես չեմ կարող անեմ, ինքը մենակ կարող անի։ Տնտեսական ու ինքը 21 թվին падգամավոր ընտրվելուց խոստացել է մեր ժողովրդին, որ ինքը որ ընտրվի կգնա ազգային ժողովում կանի տնտեսական վերլուծություններ։ Այսինքն դա ոչ թե կանի տնտեսագիտական ինստիտուտում, տնտեսագիտության հետազոտությունների ինստիտուտում, գիտությունների ակադեմիայում կամ ինչ-որ փորձագիտական կենտրոնում, այլ ազգային, չգիտեմ ինչի, հենց ազգային ժողովը, գիտական կենտրոնը։ Մեկ էլ այդ ընթացքում դուռը ծեծում է Էդգար Ղազարյանը, պարոն Խաչատրյան, ես մի 5 հատ ԿՊ-ական падգամավոր եմ բերել ձեզ համար, բայց կընդունեք սրանց ձեր մոտ թող ստորագրեն, բան ես գնամ էլի բերեմ։ Հա, սրանց գցում եմ, հետո հետ եմ եթում կամ պարոն Խաչատրյան, 4 հատ եմ բերել ԿՊ-ական падգամավոր։ Լավ է, ասում չէ, 5 հատ եմ, գնա 5 հատ եմ։ Մի 5 հատ ասես Մայլան Նարեկը բերի։ Ինքը այդ ընթացքում այդ ԿՊ-ականները նստած են իր մոտ դիվան, ինքը շարունակում է անել տնտեսագիտական հետազոտություններ։ Ու այս մարդիկ մեզ ասում են անլուրջ է, անլրջացնում են գործը։ Այսինքն իրենց դիրքորոշումները, իրենց գրած այս հայտարարությունը լուրջ է, մերը անլուրջ է։ Մենք անլրջացնում ենք process-ը, թիրախավորում ենք իրենց։ ԿՊ-ի նամակ են գրել, իրանք թիրախավորվել են։ Հələ մտած տրամաբանություն էլի փորձենք հասկանանք։ Մեկ էլ ասում է, նաև անընդունել ենք համարում մեր խմբակցության падգամավորներին թիրախավորելու, մեզ այդ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ։ Ձեզ ով է շանտաժ արել, այ հարգելիներս։ Ձեր իսկ կեսը մեր անձնական ընկերներն են, հարազատներ են, 1000 միջավայրում իրար հետ շփվել ենք։ Ասենք մենք ձեզ ինչի պետք է, եթե քաղաքացին, քաղաքացիների նամակների, դիմումների, բողոքների մասին օրենքի պահանջներով, ձեզ որպես падգամավորի, ոչ որպես ընկերոջ, ոչ որպես հարազատի, որպես падգամավորի նամակ առաջարկություն է գրում, որը ամբողջությամբ համապատասխանում է ձեր նախընտրական խոստումներին եւ ձեր որպես падգամավորի падգամավորական լիազորություններին։ Դրա շանտաժը, մենք իսկ ասենք որն է։ Կամ դրա թիրախավորումը, որ մենք ձեզ այսինքն եթե քաղաքացին падգամավորի նամակը գրում, հիմա ասենք թե եթե ազգային ժողովի բոլոր հանձնաժողովների հետ ընդունելություն եմ խնդրել, նշանակում է ես իրանց թիրախավորում եմ։ Ոչ, ես քաղաքացի եմ, իրանք է պաշտոնյա։ Ես մարզպետ եմ եղել, ինձ քաղաքացիները նամակներ են գրել։ Ինձ թիրախավորել են, թե ինձ շանտաժի են ենթարկել։ Ոչ։ Առաջարկ են գրել, դիմում են գրել, բողոք են գրել, եւ ես որպես հանրային պաշտոնյա ոչ միայն պարտավոր եմ դրան ընթացք տալ սահմանված կարգով, այլ նաեւ քաղաքացուն տալ խելամիտ բացատրություն ու պատասխան։ Պարտավոր եմ տալ խելամիտ բացատրություն ու պատասխան։ Դուք էլ մեզ եք պարտավոր տալ խելամիտ բացատրություն ու պատասխան։ Ստե շանտաժ, այսինքն ես շանտաժանը որ ինչ անեմ։ Իմ, մատ իսկ ասեք իմ կամ Մալյան Նարեկի կամ վստահ եմ որ այս գաղափարը 100,000-ավոր քաղաքացիներ են պաշտպանում։ Մենք ձեզ շանտաժ անենք, որ ինչ լինի։ Մենք էլ ենք падգամավոր, մենք падգամավոր չենք ուզում լինենք, ես ոչ 21 թվին եմ էլ падգամավորի տեխնացու, ոչ 18 թվին եմ էլ, ոչ ես չեմ ուզում լինեմ падգամավոր, ախպեր ջան, ուզում եմ որ դուք մնաք,
Բայց դուք մնալուց ոչ թե խայտարակվեք սես բաներ գրելուց ու տենց հայտարարություններ անելուց, տենց հարցազրույցների գնալուց, այլ հակառակը այս նախաձեռնությունը ոչ թե ձեզ շանտաժ անելու նպատակ ունի, ոչ թե ձեզ թիրախավորելու նպատակ ունի, այլ ճիշտ հակառակը ձեր քաղաքական կերպարը փրկելու, ձեր հետագա քաղաքական ձախողումները կանխելու, ձեզ խայտարակվելուց փրկելու նպատակ ունի։ Սա է դրա նպատակը, ոչ թե ձեզ ինչ խնդիր ունեմ, ես բանը Ագնեսա Խամոյանին շանտաժանեմ կամ թիրախ, ինչ գործ ունեմ ես դες բան անեմ, ինչի սա պետք դες բան անեմ։ Ու ինչքան էլ դուք փորձեք, ասում եմ, այս գործելավոճը կասկածներ է առաջացնում, արդյոք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե դրա տակ թաքնված է Հայաստան խմբակցությանը թիրախավորելու նպատակ։ Այմա թիրախավորենք ձեզ ոչ այ խեղճ թիրախավորումից ենք ձեզ փրկում սրանով նաև մենք ասենք մատ խնդրում եմ էլ այսքան խոսել ենք այսքան հարցազրույց ենք տվել Հայաստան դաշինքի թիրախավոր եթե ես պատիվ ունեմ դաշինքի նամակ եմ գրել Հայաստան դաշինքը չի է թիրախավորվում կամ Գեղամ Մանուկյան ասում է պատիվ ունեմ դաշինքը եթե վարչապետի տեխնացու բերի մենք կգրանանք նույնը ասում է նաև Ագնեսա Խամոյան Աննա Գրիգորյան պատիվ ունեմ Ամար պատիվ ունեմ դու պատգամավոր ես Աննա Գրիգորյան ջան ես քեզ գրել եմ նամակ որ դու որպես պատգամավոր քո ֆունկցիան քո ինչ գործ է մյուս պատգամավորը ձեր խմբակցությունից կլինի ԿՊ-ից կլինի պատիվ ունեմից կլինի Հովիկ Աղազարյանը կլինի ինչ կանի Դու դրա հետ ինչ գործ ունես դու քո որոշումը ինչի ես կապում այլ մարդու հետ ասենք պատիվ ունեմ նա վաղը հայտարարությունա տարածում ասում ախպեր մենք դառնում ենք նիկոլական Քաղաքացիական պայմանագրի հետ պատիվ ունեմ կնքում հուշագիր կառավարությունում պաշտոնեն դավաճանում ենք ախպերեր ենթադրենք իհարկե չեմ ասում էլ դες բան անելու հիպոթետիկ հիմարություն եմ դուս տալի մենք դառնում ենք նիկոլական դուք ինչ եք անելու Դուք էլ եք եթալու դառնալու բան հուշագիր ստորագրեք բաներ բայց ինչ գործ ունեք պատիվ ունեմը սենց կանին նույնը վերաբերում է պատիվ ունեմի պատգամավորներին եթե չենք լսել նրանց հայտարարություն դիրքորոշումը եթե հանկարծ այս նույն մոտեցումով փորձեն առաջնորդվեն Ինչ գործ ունես այս խմբակցությունն ինչ կանի այն խմբակցություն դու պատգամավոր ես մենակով կարած գործը դու քո որոշումն ասա ուրիշների որոշումների մասին մենք կիմանանք Արսեն Թորոսյանի որոշման մասին գիտենք խուլիգանա Ճղել է նամակը Թակուի Ղազարյանի դիրքորոշման մասին գիտենք ամիտ աղջիկա Մեր նամակը գրե անմտություն հետո իր հետ քննարկենք Ձերինը դուք ասեք ամենքը ձերն ասեք ինչ գործ ունեք ասում որ մենք էլ նման նպատակ Մենք խնդրում եմ էլի իմ գրած նամակը կարդացեք իմ ելույթները կարդացեք լսեք տեսեք ընդ ձեզ թիրախավորելու որ դա նպատակը որն է Լևոն Քոչարյանը Հայաստան խմբակցության պատգամավոր գրել է իր Facebook-ում ասում է տեսակ որ մենք չսխալվեցինք ընդամենը մի օրում մեզ թիրախավորեցին Հարգելի Լևոն Քոչարյան ջան բայց եթե դուք այս հայտարարությունը տարածում էիք մենք պիտի դրա մասին ընդհանրապես չխոսեինք հա ասենք փառքը շատ էլի Աստված Հայաստան խմբակցությունը Հայաստան դաշինքի Facebook-յան էջից հայտարարություն է տարածել Գոհլ ենք Աստծուց չքննարկենք չկարդանք դա ընդունենք անվերապահ Այսինքն եթե մենք ձեր գրածին որը տեղից նախադասություն չկա որ խոցելի չլինի նախադասություն չկա որ դուք ինքներդ ձեզ չթիրախավորեք հիմա մենք եթե սրա մասին կարդում ենք ստացվեց թիրախավորեցինք ախպեր ջան այս մարդկանց հենա դրա փոխարեն նստենք Instagram-ով վայելենք իրանց մարզադահլիճների մարզական հաջողությունները Որովհետև եթե հանկարծ ասենք, այս ինչ եք գրեն, ինչ եք անում, ինչ գործունեությամբ եք զբաղվում, ինչով չեք զբաղվում, կստացվի, որ մենք անշնորհքի պես թիրախավորում ենք Հայաստան խմբակցության կամ այլ խմբակցությունների պատգամավորներին։ Ոչ մի թիրախավորում չկա, հարգելիներ։ Դուք ինքներդ ձեզ չթիրախավորեք, ոչ մեկը ամենայն դեպս այս նախաձեռնության կողմից ձեզ թիրախավորելու նպատակ չունի։ Մեր նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հիմա մենք այդ ենք ձեզ գրել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը դուք համարում եք
Հայաստան խմբակցությանը թիրախավորում։ Փայլուն գնահատականներ եւ եզրահանգումներ։ Բայց իրականում իմացեք, դες բան չկա։ Այս գործընթացի նպատակը Նիկոլ Փաշինյան իշխանությունից հեռացնելն է։ Եվ դա լինելու է։ Դա դուք եք անելու, որտեղ ուրիշ մեկը չի կարանի։ Բլավ, մի բան, որ դուք արդեն հիմիկ բանից զգալով, այս եւ մեր հետեւողականությունը, եւ հասարակական տրամադրությունները, օր-օրի զարգացող այս թեմայի շուրջ, հասարակական պահանջը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, իմանալով, որ սա միակ տարբերակն է, դուք արդեն ոնց որ գլխի եք ընկել, չէ՞ որ սա ալնելու է։ Բա որ լինելու է, չեք ֆայվում, դուք վերցնեք սարքեք սա ձերը, դուք անեք դա։ Քանս զորով անեք, համ անեք, համ խայտարակվեք։ Բա մենք ձեզ նամակ են գրել, ասում ենք դուք արեք, չէ՞, նախաձեռնությունը վերցեք ձեր ձեռը, վարչապետի թեկնածուի տողը դատարկենք թողել, որովհետև ասում ենք դա ձեր իրավասությունն է, ում ուզում եք առաջադրեք, մենակ թե արեք, դրա թիրախավորելը ո՞րն է։ Փոխարենը շուտ հասկանաք, որ դա ալող բան է, վերցնեք նախաձեռնությունը ձեր ձեռը անեք, հերիք չի չեք անում, հետ էլ ասում եք փրկեք ժողովուրդ, մեզ թիրախավորում են, այ մարդ ձեզ չեն ումից փրկեն։ Ումից փրկեն։ Ինչ եմ ես իզնից ներկայացնում որպես անհատ։ Ոչ կուսակցություն եմ, ոչ փող ունեմ, ոչ բիզնես ունեմ, ոչ մարդկանց ունեմ։ Ընդամենը գաղափար է, գաղափարին չեք դիմա։ Իսկ այդ գաղափարին 100,000-ավոր մարդիկ են պաշտպանում։ Ինչ չեն է պաշտպանելու։ Ես ով եմ որից պաշտպանում։ Ինպես գիտեք քանի մարդ կա այս հասարակություն։ Ինպես չէ, իզնից բարձր արժանինքներ ունեցող, ինձ շատ կրթություն ստացած, ինձ պես փորձառություն ունեցող։ Մարդը ստե անհատը, Էդգար Ղազարյանը կլնի, Նարեկ Մայլյանը կլնի, ով կլնի, այս գաղափարի մեջ դուք կլնեք 100-րդականը, 1000-րդականը, ստե կարևոր մարդ գոյություն չունի։ Ոչ մեկը, ոչ մեկի հետևից չի գնալու։ Այս գաղափարի հետևից են գնա։ Իսկ այդ այնքան ուժեղ գաղափար է, որ սելավի պես է քշելու տանի ու հաղթանակ ապե։ Փոխարենը հասկանա կլեք այդ հաղթանակի մասնակի շահառու դիմադրություն եք ցույց տալ, այս տպավորությունն է, որ մենք չենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանը գնա։ Ուզում եք։ Բայց նախաձեռնությունը չեք ցուցաբերում։ Ի տարբերություն ինձ ու մյուսների, դուք են մարդ եք, որ կարաք դա անեք։ Մենք հիմա ակտիվ շփումների մեջ ենք այն քաղաքական ուժերի գործիչների հետ, ովքեր դա չեն կարա անեն։ Օրինակ հանդիպել ենք սահմանադրագետների հետ։ Օրինակ հանդիպել ենք ՀԱԿ կուսակցության ղեկավար կազմի հետ, վարչության անդամների, փոխնախագահների։ Այսօր հիմա եթերես անջատում եմ ժամը 1-ին հանդիպում ունենք միասին այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման հետ։ Արդեն պլանավորած հանդիպում ունենք հայրենի կուսակցության հետ։ Առաջիկայում ցանկություն ենք հայտնել հանդիպելու Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ, Հայ հեղափոխական դաշնակցության հետ, ոչ թե որպես падգամավորների, այդ կուսակցության հետ, որպեսզի կուսակցության դիրքորոշումը։ Այն մարդկանց, ովքեր որ քաղաքական դաշտում դեր ունեն, բայց падգամավոր չեն, որոշում չեն կարող կայացնել։ Չնայած ասենք դաշնակցության ու Հանրապետական կուսակցության պարագայում տարբերություն կա, որովհետև նրանց կուսակցության ներկայացուցիչներ պարլամենտում կան, բայց նաև կան կուսակցության ներկայացուցիչներ, որոնք պարլամենտում չկան։ Նրանց կարծիքն էլ է կարևոր հետագա process-ների տեսանկյունից։ Եվ սա անպայման հաջողություն բերելու է։ Սիրելի հայրենակիցներ, մենք մեր падգամավորներից, անկախ նրանից իրանք որ խմբակցության падգամավորներ են, իրանք մեր առջև պարտավորություններ ունեն։ Ու ոչ թե մենք ենք դա դրել իրենց առաջ այդ ապրիլի 28-ին, այլ որ իրենք են ստանձնել այդ պարտավորությունները։ Քաղաքական գործընթացի մասնակցելով, նախընտրական ծրագրեր գրելով, մեզ խոստումներ տալով եւ պաշտոնական լիազորություններ ձեռք բերելով որպես ազգային ժողովի падգամավորներ։ Եվ իրենք եթե ստանձնել են, ուրեմն պարտավոր են կատարել իրենց լիազորություններից բխող գործողություններ։ Եվ մենք չափազանց հետևողական ենք, ինչքան էլ ուզում անլուրջա, չլող բանա, մեկը քպեականները չէ, լավ, ասենք լսեցինք ձեզ, լրջացանք, դառանք ձեր նման լուրջ ու հրաժարվեցինք այս գաղափարից։ Խնդրեցինք, ասենք, խնդրում ենք այն նամակները հետ դրեք ծրարների մեջ ուղարկեք, բացի Արսեն Թորոսյանից դա ճղել է, մնացածը դրեք հետ ծրարի հրաժարվում ենք, այ մարդ չենք ուզում իպիր, թոմը ինչ ալնում, կարաք ինձ ասեք։ Հետևանքը, որ մենք հրաժարվում, ինչ ալնում։ Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ, ճիշտ է։ Դա ձեր ուզածը։ Հիմա որ մենք նախաձեռնում ենք ձեզ, դուք նախաձեռնում եք, մենք ձեզ աջակցում ենք, փողոցով կայնում ենք, ժողովրդով, ամեն ինչ անում ենք, որ դա լինի,
Կարա նաև չլինի, այո, կարա նաև չլինի։ Ինչ եք կորցնում։ Էլի Նիկոլը մնում է վարչապետ, ճիշտ է։ Իսկ եթե հաջողվում է, ինչ է ալնում։ Հաջողվելուց Նիկոլը վարչապետ չի լինում, չեք ուզում տենց լինի։ Բայց եթե ուզում եք, դեք ջանք գործադրեք, չէ։ Բայց շանտաժը, ըստ որն է։ Թիրախավորելը, ըստ պարզ տրամաբանություն է, չէ։ Հիմնված եւ քաղաքականապես, եւ գաղափարապես, եւ սահմանադրորեն։ Ոչ ասում ենք լուսամուտ ջարդենք, ոչ ասենք գնացին փողոցը փակինք 30 րոպե կամ 15 վայրկյան։ Արա փողոցը չես բաղում։ Երեխու մանկապարտեզ տանողն է որոշում Նիկոլ Փաշինյանը անվստահություն հայտնել, պատգամավորն է, չէ՞։ Պատգամավորների կողքը նստել եք, սակուրա եք նկարում։ Եկել եք գնացել եք խաղի ճամփերն եք փակում, փողոց փակելու կարիք չկա։ Հանրային տենց իրա զեկմանած կարիք չկա։ Կարիք կա ձեր լիազորությունները գործի դնելու։ Ու սա շատ լուրջ է։ Ինչքան է դուք անլուրջ է, Էդգար Ղազարյան անլուրջ է, ծաղրացու է, կապիկ է։ Էդգար Ղազարյանը կապիկություն է անում։ Այդ ձեր վիրավորանքներից, ասենք ինչքան էլ որ դուք ասեք, որ Էդգար Ղազարյանը կապիկ է, Էդգար Ղազարյանը դրանից կապիկ չի դառնալու։ Ոչ էլ ես գաղափարն է վերան, որ տակ սպանեք էլ, վերացնեք էլ, իրան կարակ վերացնեք, գաղափարը չեք կարա վերացնեք։ Իսկ այդ գաղափարի հետ դուք պիտի հաշվի նստեք, ուզում եք ծաղրեք, ուզում եք վիրավորեք, այդպես բան մենակ ստեցեն ասում, եկեք Պետրոսն է ասում Ղազարյան, անլուրջ է, Էդգար Ղազարյանը անլուրջ է, ծաղրացու է, Պետրոսը լուրջ է, այն մյուս ասողները լուրջ են, իրանք նենց խելացի, լուրջ մարդիկ են, ես էլ ծաղրացու եմ, կապիկ։ Եղավ, ասելով չի, այդ ասելով ես իմ արժանիքները, իմ որակները, թե մարդկային կլնի, թե մասնագիտական կլնի, թե գործունեությամբ կլնի, դրանք ձեր կարծիքով չեն որոշվել, որ ձեր կարծիքով էլ որոշվեն, դրանք հաստատուն են, ես ես չեմ փոխադարձում, ես ես չեմ ասում, որ դուք անլուրջ ծաղրացու կապիկներ եք, ոչ մեկին ինձ ասողներին ես այդ ձևով չեմ հակադարձում, որովհետև ինձ պետք չի, որ որևէ մեկին անձնական գովերքեմ կամ փառաբանեմ կամ վիրավորեմ, ոչ էլ ընդունում եմ իմ հասեին ուղված, ոչ գովասանք, ոչ փառաբանություն, ոչ էլ վիրավորանք։ Ստեղ կա գաղափար, գաղափարի նվիրվածություն, գաղափարը ազնիվ է, գաղափարը դժվար է իրագործել, բայց հնարավոր է իրագործել, գաղափարի համար ներդրվելու են ջանքեր։ Եվ այդ գաղափարը բերելու է միայն ու միայն հաղթական արդյունքի։ Ես վստահ եմ, որ ժողովուրդը ոտքի կանգնելու է, պաշտպանելու այդ գաղափարը եւ Նիկոլ Փաշինյանը վռնդվելու է մինչեւ 26 թվականի ընտրություններ անվստահություն հայտնելու միջոցով։ Մենք առաջիկայում կամփոփենք նաեւ մայիսի 8-ից հետո այն պատկերը, որ կունենանք այդ պահի դրությամբ, կշարունակենք մեր քաղաքական հանդիպումները, կշարունակենք մեր եթերներով լրացուցիչ իրազեկման միջոցառումները եւ դրա մասին ձեզ պարբերաբար տեղյակ կպահենք։ Այս գործում սիրելի քաղաքացիներ, չի լինելու մի բան, որ ես իմանամ ու դուք չիմանաք։ Որ մի բան, որը գախնի պահվի կամ որ արվի հասարակությունից գա։ Ինչ անելու ենք, հեսա Հայաստան դաշինքին հարցում եմ արել, դրել եմ ինտերնետ։ Այսօր ասեցի, որ գրանցվել եմ ընդունելության։ Այսօր ասեցի, թե ինչ հերթական հանդիպումներ մեզ սպասվում։ Կասենք ով է մեզ մերժե, ով չի ուզում այս գաղափարը քննարկի, ով է քննարկի, քննարկելուց ինչ են իհարկե իրանց համաձայն, այսինքն շարունակ կուսակցությունները մենք որ հանդիպում ենք, ասում ենք ուզում եք դուք տվեք մամուլի հաղորդագրությունները, որովհետև մենք որևէ մեկին անակնկալներ մատուցելու, վատ վիճակի մեջ դնելու, իրանց համար ասես տհաճություններ ստեղծելու նպատակ չունենք։ Շատ ազնիվ է ամեն ինչ ու մաքուր, լելու է ժողովրդի աչքի առաջ ամեն ինչը, եւ դա բերելու է հաջողության։ Մասնակից եղեք հաջողության, մենք այս դավաճաններին վռնդելու ենք եւ հուսով եմ, որ եւ Հայաստան խմբակցության եւ պատիվ ունեմ մեր գործընկերները վերանայել են իրենց մոտեցումները, ոչինչ որ այդ հայտարարությունն արել եք։ Հələ հույս ունեմ, որ պատիվ ունեմը չի կրկնի այդ սխալը, որ արել է Հայաստան խմբակցությունը։ Մենք միասին դա անելու ենք, այդ հայտարարությունը դոցես չկաշկանդի, ոչինչ, այդ արել եք, մի հատ ուրիշն է կարակ անեք, կարակ դզեք։ Այդ խնդիր չի, մենք վատ չենք զգա, որ ասենք, բա դուք էցի եք արել, հիմա չեք այտենց ասում։ Հանգիստ կարող ենք դա իրագործել, անելու ենք միասին եւ դա բերելու է հաջողության։ Լավ եղեք, կապի մեջ մենք լրացուցիչ ձեզ կզեկուցենք մեր քայլերի, գործողությունների եւ արդյունքների մասին, ելքը լինելու է միանշանակ եւ հաղթական։ Շնորհակալ եմ ուշադրության համար։